գնալ բանը սեփական փողերը հաշվել։ Հասկացանք ժողովուրդ ջան, շնորհակալություն ես բանին ուշադրություն դարձնել։ Ախ, քորացա ես այ մարդ լուրը հենց նոր եկավ։ Երկրորդ նախագահ Քոչարյան Ռոբերտին իրավապահները Զվարթնոց օդանավակայանում թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը։ Հաղորդումը երբ սկսեցինք, հարգելի ընկերներ, հաղորդեցի այն մասին, որ մեկնում է մեկնում դանդաղ է մեկնում գնում է չի գնում հասել է չի հասել օդանավակայան բան բարձվեց որ երրորդ մարտն է չէ Ծառուկյան Նարեկ Կարապետյան եւ Քոչարյան Ռոբերտ ժողովուրդ ջան բանը երևի թե մյուսները արդեն պիտի կռահեն որ չարժե գնալ Զվարթնոց այս խմբերի մասին է խոսքը էլի բանը չարժե գնալ Զվարթնոց որտեվ անտեղի պիտի ինչ է անունը տաքսու փոխտակ գնաք այնտեղ բարձրի որ չեք գնում հա բայց հա դեռ սկիզբն է էլի ինչ իմաստով է սկիզբը այն իմաստով որ չգիտենք էլի վերջը ինչ է լինելու Արցախով պատիժեր կրում եկան Հայաստան ու նրանք Հայաստան օրենքը չեն խախտել նախարարն ասաց որ նրանց չեն կարող պատժել Աշոտ Սարգատյան հարգելի Աշոտ չգիտեի ես այս տեղեկությունը շնորհակալություն այս տեղեկության համար հա բայց մենք ամենայն դեպս նախարարին հարցում ուղարկել ենք մի հատ հասկանանք էլի Եթե հարցը դիտվում է այսպես թե ուրիշ երկրում մարտահանցագործ է եղել, դատվել է, նստած է եղել, եկել է մեր երկրի օրենքներով չի դատվել, ասենք, ինչ ասեմ, Ռուսաստանից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իրանից, բանը չպետք է նստի մեր երկրում, այս տրամաբանության մեջ է, էլի, եթե ես ճիշտ հասկացա, 1000 բարևներ ժողովուրդ ջան, բաժանորդագրվել եք, լայք եք, վրեք, խոսալ մի տվեք Կադրի էկրանի վերևի ցախ կողմում քարտային հաշիվներ են, երկուսն էլ դրամով, տարբեր քարտեր են եւ բանկային հաշիվներ են, կարող եք ձեր նվիրատվությունները կատարել ալիքին, շնորհակալություն ցանկացած օժանդակության համար ժողովուրդ ջան։ Շնորհակալություն։ Լայքեք, բաժանորդագրվեք եւ տարածեք։ Անցնենք առաջ, նայենք ստեղ ուրիշ ինչ կարեւոր, հա, հայտարարությամբ են հանդես գալիս տեքստը 6 քաղաքական ուժեր Մինչև հայտարարությունը ասեմ, որ այո, այսօր քանի որ այդ վերջին օրն էր կենտրոնական ընտրական հանձնաժողովը պիտի վերջնական արդյունքները հրապարակեր եւ պիտի որոշեր վերաքվեարկություն նշանակել են 3 անվավեր հայտարարված տեղամասերում 10-ի 51-ը, մեկը եթե չեմ սխալվում Նուբարաշենն էր, մյուսը Մեղրին էր, մյուսը որտեղ էր Էական չէ 10-ի 51, 12-ի 13 եւ 35-ի 65 տեղամասերում պիտի ապօրինի անվավեր էր հայտարարել տրամաբանությունը հուշում էր որ այդ մարդկանց պիտի ընտրողներին հնարավորություն տրվեր որ այդ տեղամասերում նորից գնան քվեարկեն արդեն օրինական կանոնավոր տեսնենք գումարվի են մնացած 2003 տեղամասերի արդյունքներին որ արդյունքում նայենք ինչ է ստացվում Բայց կենտրոնական ընտրական հանձնաժողովը Թումի ասա որոշել է վերաքվեարկություն չնշանակել, ինչը շատ վատ բան է արել, որ այդպիսի որոշում է կայացրել, ՍԴ-ն կարող է ինչ-որ բան որոշել փոխել, հա, ինչպես ենթադրում էի, Հաջիևը Հայաստան է ժամանել ցամաքային սահմանազատված հատվածով, բանի, ոսկեպարի եկեղեցին, բանով կամ այդ ցանկապատի մոտով ես իմ Կիրանցի բանի կողքով էլի, հա, Կիրանցին մենք այսօր դեռ անդրադառնալու ենք։ Մեծարգո Լևոն Սեթրագի Քոչարյանն ասելով որ լեգիտիմ խորհրդարան չէ, ՍԴ-ենք դիմելու քննարկենք պայքարի մյուս ձևերը, ով էլ չդիմի էլի, դիմելը շատ կարևոր է, ես շատ եմ ուզում որ տեղի ունենա վերաքվեարկություն երկրով մեկ, շատ եմ ուզում։ Դա արկածախնդրությունը չի խոսում մեջս, ես ուզում եմ որ ահագին ազատված լինի, թոթափած լինի քվեարկությունը ընդրակաշարքի բերից, լավ բան եմ ուզում, չէ, մարդկա գոհ է, բավարարվել է դե լավ է դե, մի ասենք հերիք է դե ընդհանուր առմամբ դե պարզ է, դե հասկացանք դե մոտարապես, այո, փորձել է լքել Հայաստանը, իրավապահները թույլ չեն տվել, կակայաբոլ, հա, լինում է այդպես, լինում է, ինչ ասենք, հա, հայտարարությունն եմ ուզում գտնել, հա, ասվում է, որ Քոչարյանը ուզում էր մեկնել անձնական նպատակով, դա հետաձգված ուղևորություն էր, մի վայրկյան,
Այցը կրում է անձնական բնույթ, վաղուց պլանավորված էր, հետաձգել էր նախընտրական խիտ գրաֆիկի պատճառով, նախագահի նախկին բազմաթիվ այցերի մասին երբեք նախապես տեղեկատվություն չենք տրամադրել դրանց մասնավոր բնույթի պատճառով, սակայն հաշվի առնելով ընդդիմության ներկայացուցիչների այցերի վերաբերյալ իշխանությունների կողմից վերջերս տարածվող կեղծիքները, հարկ ենք համարում հանրությանը զերծ պահել իշխանական կեղծիքներին սպասվելիք չափաբաժնից։ Սա հայտարարվել էր այսօր կեսօրն անց, որից հետո լուր եղավ, որ գնալու է, սրա հետ մեկտեղ էլի, եւ հիմա պարզվեց, որ իմացած չեն թողել եւ դրանից բխած հետևանքները համադրելով Փաշինյանի խոսքերի հետ կարող եք հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու եկուց մյուս օր, էլի։ Կարող է պատահի երկուշաբթին Կիրակից շուտ գա, ասենք հլը Կիրակին չբրծնի, ինչքան է մնացել, երկուշաբթին սկսվի արդեն, էլի։ Ինչ էր ասում պարոն Փաշինյանը, ես փորձել եմ դուրս բերել այն ամենակարևոր մտքերը, որ 2-3 ելույթներում ասվել է, անցած օրերին էլ է ասվել, հետևյալը օրակարգը, դե ինքը շատ հաճախ անելիքներին միշտ ասում է, ամենագլխավոր անելիքը ջրամբարներն են, հետո պարզվում է, որ մենակ ջրամբարները չեն եւ այլն։ Օրակարգը բառից բուն իմաստով եռակլխին ունեզրկելն է։ Հա, հեղափոխությունը այլևս չի կարող լինել թավշյա, ուրեմն այս մարդիկ չեմ ուզում էլի մագանուններով բաներով կարդան, հա, դոդա ռոբը կալուգացին հացին կագապտի ասեն, կակա կոնֆետն է, երեխեքը հայկական միջավայրում բան են անում, էլի կոնֆետին կակա են ասում, այդ հնից եկած ինչ-որ բան է։ Իդեպ շների հետ կապված, որ ասում են հավ-հավ, տարբեր երկրներում, տարբեր էթնոսների մոտ հավ-հավ չեն ասում, տարբեր բառեր են օգտագործում, մեր դեպքում կակա ըստ երևույթին կոնֆետի նկատի ունի պարոն Փաշինյանը կամ պուլքի կամ պերաշկի կամ տրամման մի բան։ Սա է ներքաղաքական առաջիկա առանցքային օրակարգը եւ այսօր մեկ ուրիշ ելույթում պարոն Փաշինյանը խոսել է այն մասին, որ այն ստվերում թաքնված կամ ստվերում մնացած այն մի հերոսն էլ է միանալու այս խմբին, Սերժ Սարգսյանի մասին է։ Այսինքն եռագլուխը ինքը օգտագործում էր բանի հետ կապված հրեշ վիշապ մասնակիցներ բան քարյակի նկատի ունի որպես գլխավոր դերակատարներ ունեզրկել եւ այլն տեսնենք թե պարոն Փաշինյանի խոստումները այս անգամ քանի օր կդիմանան եւ հոդս չեն ցնդի էլի ոչ թասիբի եմ գցում ոչ հեգնում եմ ոչ բան եմ անում որտեվ մեր դարը փորձը այս 8 տարի նայել թե ինչպես է մարդը գնում գալիս մի քայլ առաջ 3 քայլ ետ 4 քայլ կողքի հետո ցախ հետո վերև վեթինգ ենք խոստանում չենք անում հետո ասում ենք որ խոստացել ենք չենք արել լավ ենք արել հետո ասում են որ լավ ենք արել հետո ավելացնում են որ ընդունում ենք քննադատությունը հետո գալիս նորից խոստանում ենք վեթինգ էս վերջի ամսի 5-իր հարցազրույցի մեջ վեթինգ է խոստանում, վեթինգ բառը չօգտագործելով սահմանադրության մեջ փոփոխություն է լինելու, դատավորները դառնալու են դատավորների պաշտոնակատարներ, որպեսզի կարողանան քննություն անցկացնել, քննությունից հետո ով զտվեց մնաց, ով չզտվեց գնում է տուն, մենք մնում ենք, դուք գնում եք, լավ դատավորներ են գալիս իրենց հետ եւ այլն։ Հա, որդին ասել է Լևոն Քոչարյանի որ հայրիկը մեկնելիս է եղել Ռուսաստան անձնական նպատակով, էլի, բայց բան կա, ինչ անում, այս զում կա, ես չգիտեմ, ես չեմ այդ խորհրդատում, բայց թե մարդ է, Սիլիկոնի այս արանքը կարող էին մի քիչ աչքի չընկնել, էլի, շտաբ Հայաստանից դուրս գալու ցկտումներով, լավ բժշկություն ունենք, էլ ինչ կա այստեղ, կազինոներ կան, էլ ինչ կա, լողավազաններ կան, մի խոսքով, հա տեսնենք Փաշինյանի զայրույթը, ջղայնությունը, խոստումների ծավալը, որքան բանը աչքի կընկնեն հետևողականությամբ։ Վերջը ժողովուրդ ջան, գալով հայտարարություն անողներին 6 քաղաքական ուժեր